Անցել ենք բոլոր հարկային ստուգումները, ամեն տարվա մեջ երամսյակը մեկ ներկայացրել ենք հարկային ստուգումներ եւ ամեն ինչ հարկայինորեն եւ իրավաբանորեն նորմալ է։ Ինչ է նշանակում երկու շաբթի օրը գալ աշխատանքի եւ տեսնել դարպասները փակ։ Խնդրում եւ պահանջում ենք նախ մեր սեփականատիրոջ հանդեպ անարդարությանը վերջ տան, որովհետեւ այս բոլոր աշխատողները տարիներ շարունակ այդ հացամանից հաց են կերել։ Ի տարբերություն մեր վարչապետի, մեր սեփականատերը մեզ մի օր առանց հաց չի թողել։ Իսկ նա 14 օր այս մարդկանց, որոնք զինվոր ունեն, որոնք թոշակառու ունեն, որոնք հիվանդ են, որոնք, չգիտեմ, օրվա հացի վաստակով առաջնորդող ապրող մարդիկ են, այսօր անգործ սպասում են, թե մեր պարոն վարչապետը երբ պիտի իր քմահաճիկը վերջացնի եւ վերջապես ասի, որ գիտեք ինչ կա, ես սխալվել եմ, էլի դուք մեղավոր եք։ Այն էշի ու արյուծի պատմությունն է։ Էշը խոսում արյուծը քմծիծաղա տալիս, ասում է էշը եկել է, էշել գնալու է։ Մի օր ժամանակ մեր պարոն մեծարգո, չգիտեմ ինչին, դրան չի էլ կարելի ուրիշ բան ասել։ Կբացենք այդ լենտերը, կգնանք աշխատանքի 100 աշխատողով, 100 եւ ավել աշխատողով եւ կբերենք մեր ընտանիքի անդամներին, մեր թոշակառուներին, մեր հիվանդներին, կնստենք ստեղ, թող մեր պարոն վարչապետը գա մեր հարցերը լուծի։ Մի օր եկել է մեր մատից ֆուշ հանել, ժողովուրդ ջան, հոմենակ ասելով չի։ Այսքան մարդու սեզոն ա եղել, վատ սեզոն, հարկային ստուգումները հետևաբար ինչի ենք անցել, երբ որ մենք այսօր պիտի հարցի առաջ կանգնենք։ Ինչ է նշանակում հազարավոր մարդկանց նստացնել տունը, ժողովուրդ ջան, երբ ենք մենք դա հասկանալու, ինչ ենք պատասխանելու այն աշխատողներին, որոնք օրավարձով աշխատող մարդիկ են, ինչ է մտածում մեր կառավարությունը։ Տեսեք, Փաշինյանը իր ջեպազրույցներից մեկի ժամանակ ակնարկել է, որ այս ակցիաները ինքնաբուխ չեն եւ կազմակերպում են կոնկրետ անձանց կողմից, ասած եթե ինքնաբուխ են, ես մենակս եկել եմ, Ղափան էին իմ երեխուն տանում, իմ երեխան ծառայող է, ես թողել եմ ճամփի կեսից, ես եկել եմ, ոնց ինքնաբուխ չի, ես օրեկան աշխատավարձով օրով ապրող մարդ եմ, ոնց ինքնաբուխ չի, իմ երեխեքին ով պիտի պահի։ Տնից 3-4 հոգի այս պահի դրությամբ գտնվում են անգործ, ժողովուրդ ջան։ Ինչ պիտի անեն այս մարդիկ, ով այս մարդկանց հային չէ ասելու կամ չէին հայ հաց, թող խոսան, այս կանայք էլ խոսան, ով է իրանց ինչ-որ աշխատանք այս մարդն է մեր համար ստեղծել։ Աշխատանքներ ստեղծելու տեղերը փակում են աշխատանքները։ Էշի ականջին քնած են, մեկ էլ որոշում են, որ պիտի փակեն 100 հոգանոց հիմնարկ, ժողովուրդ ջան, բայց հարկային ստուգողները ուր էին քնած էին։ Այսքան ժամանակ չկային, մեկ էլ որոշեց արթնացավ քնից, եկան մեզ հաթաթա են տալի, թող տան։ Այդ տուն ենք բանտարկված նստել, թե կեթանք այդ ԱԱԾ-ներում կնստենք, ինչ ա եղել, որ մեկը իր համար մեկը։ Դուք այստեղ եք այդ գործողությունների ժամանակ։ Չէ, մենք այդ օրը այստեղ չենք եղել, նախորդ ստուգումների ժամանակ ենք եղել, շատ վատ ձևով են նախ մոտեցել, նախ բոլորին ստրեսի են ենթարկել, նախ ստրեսի են ենթարկել այն մարդկանց, ովքեր որ չգիտեմ, տուրիզմը մեր մոտ զարգացնում են։ Մենք ունեցել ենք դրսից հյուրեր ու շատ ցավոք մենք այդ հյուրերին այսօր չենք կարողանում ոչ մի պատասխան տալ, որովհետև պատասխան չունենք։ Մեզ անլուրջ են վերաբերվում մեր երկրին, ասենք օտար երկրա տուրիստներին չեն թողել պարզապես էլի նկարեն, ինչ-որ ֆոտո անեն այն ժամանակ, որ իրանք ուզեցել են նախաճաշ անեն գոնե, որտեվ այդ մարդիկ վճարել են, մեկ էլ հոп փակում են, գնացեք։ Խոզարկության օրը, այո։ Ինչ է նշանակում մարդուն դուրը թակես, ասես, գիտես ինչ կա սիրելիս դու սարի, որտեվ մեծարգո պարոն, չգիտեմ ինչը, որոշել է, որ մեր հիմնարկը պետքա փակի։ Լուծարման համար նախապես են զգուշացնում մարդկանց, ով է այս պարապուրդի համար այսքան աշխատողի վարձատրելու, ժողովուրդ ջան, ով է մեր հային, մեր հարցի պատասխան ով է տալու։ Մի ժամանակ մեր հարգարժան պարոնին մենք այս ճամանապարը փակելու ենք ու տուն չեն գնալու, մինչև մենք գնանք մեր կաբինետներում աշխատենք։ Ինքը հենց հիմա հանգիստը վայելում է։ Ինչի է գնացել հանգիստ, սա հարցերը գցել է տեղը գնացել է հանգիստ։ Իսկ այս ժողովուրդը ստեղ սոված են մնացել։ Որովհետև իր համար մեկը մենք մեկ ենք, ինքը թուրք եղել է, թուրք էլ կմնա։ Ամբիշը հաղթել է թուրքին։ Մենք չպետք է լույս երեխեքը որ գնացին, սա իր պատճառը տեսնում ենք։ Հա, ուրիշ բան չենք խոսում։ Իսկ պարոն Ծառուկյանին, Աստված պահապան։ Միշտ ասում մարդ ա եղել, Աստված էլ իրան պահապան կլինի։ Չենք էլ մտածում։ Էլի կկանգնի որ։ Այո, մենք էսել ենք հաղթահարելու։ Մեր պարոն վարչապետի ձեռագրին բոլորս ենք ծանոթ։ Անկախ նրանից, թե երբևէ ով կխոսի, ով չի խոսի դրա մասին։ Մենք իր ձեռագիրը շատ լավ գիտենք, ոնց է վերաբերվում հայ ազգին ու մեզ։ Երբ որ հելել են բոլորը, միշտ ցերեկ դու չէին գնում բաշխի համար։
պարոն Ծառուկյանի կողքը կանգնած, Փաշինյանի կողքը կանգնած։ Մի ժամ ժամանակ, եթե իրանք մեզ հստակ չպատասխանեն, մենք ճանապարհը փակելու ենք։ Որ այսօր ընկնեն, իմ երեխաներից չպատասխան տամ։ Մենք տուն չեն գնալու այնքան ժամանակ, մինչև չիմանանք այս ամեն ինչը ինչի է մեր հետ կատարվում, մինչև մենք չգնանք մեր աշխատատեղերում աշխատենք, 1 ժամ ժամանակ։